Ձեզ համբերություն ինչ էլ ասենք միևնույն այդ վիշտը քոսատում կա, այդ սպին կա տղայից գիրքն է, բանաստեղծիչն է ժամանակ ունենակ անպայման կարդամ ձեզ համբերություն պատմաբան տղա է եղել ավարտել է 22 տարեկանում Եվրոպայի 18 համակարգներ քննություն ապրել Հայաստանում ընդունվել ասես բան գնամ բանակ Քեզ համբերություն բոլորից կարևորը հպարտությունն է որ հայրենիքի համար հողի համար իր ազգի համար դա ոչ թե գլուխ կախելու հպարտության բայց այդ վիշտն ու ցավը երբ այդ կոնսեպտում է միայն ու միայն պետք է որ ազգը հարգի հիշատակի գոնե թեթևակի քո այդ սպի թեթևակի վիշտը թեթևացնի ուրիշ բան չի կարա դա ճակատագիր է բայց կարևոր ասեմ որպես հպարտ գլուխդ բարձր միայն մնում է որ ժողովուրդը գնահատելով հարգելով որ քեզ մի քիչ մխիթարված գաս այդ ուրիշ ժամանակները շատ են փոխվել կապ չունի հարգողը հարգում է բոլոր բան եւ ով չի էլ հարգում բանի տեղ մի դեր կարևորը ամեն մարդ պարտավոր է հարգելու գնահատելու այս ամենակարևորը միայն ու միայն ինչ էլ ասենք ինչ չասենք այդ վիշտը այդ սպին կա քեզ առողջություն ամուսնացած է թե ամուսնացած չէ շերել ամուսնաց լավ հայրենիքի զինվոր գնացել միացել այս տղաների լավ Փառք ու պատիվ իրեն ինչ ասեմ ինչ կարամ անեմ ասենք ցավում եմ միայն քեզ համբերություն իմ խնդրանք է նա որ քզոր մարդ եք հայրենիքի զինվորներին հարգեք մի բան ստեղծեցեք սահմանները պահեք միակ բանն է դա ես դրանց ոչինչ չեմ ուզում ոչ մեկից ոչինչ չեմ ես աշխատող ընտանիք ուրեմն դրա համար հենց նույն մեր ծրագրում կա որ երիտասարդին ամփոփ զինվորին ինչքան էլ որ ցանկանա սահմանին կանգնելու իրավունք չունի սահմանի վրա պետք է կանգնեն պայմանագրային ծառայողները փորձ ունեցող ծառայողները որոնք լիարժեք պատերազմել են մասնակցում են տիրապետում են ամփորձ ասենք թե ոչ փորձ ունեցող տղային նվիրյալը հայրենիքի համար պատրաստ է որը իրոք մենք դա տեսել ենք մեր տղաներին որ այս վերջերում էլ մայրը մահացավ ազգանունը Ռոբերտ Աբաջյանի մայրիկայը որ Բարձախոսով լսում ես կամանդիր հետ է խոսում ասում է ես տեղ կմանամ բայց չեմ ազնիվ ստեղ հանձնողի ես ու ինքը գրանտ տրակացնում հասկանում ես ոնց կարա դա ազգի հպարտություն որ հերոսություն որ մարդը իր սահմանի համար պատրաստ է իրակե ոչ թե կինո է իրականություն է արժանեն իրենք հարգանքի մեծ իրանց ցավը տանեմ ձեռագիր են թողի որ մեր հայ ժողովուրդը հպարտ կալի գլուխը բարձր կալի բայց ինչի հասանք այսօրին հայերից 3-ից 2-ը դավաճանա ինչի հասանք որ այդ 78 ինտերնետում սովետական բանակը Դալնի Վոստոկ չեչենների են ընկերներ ունեին լրիվ հետախուզություն պարապաստղեք են նրանց ծնողները նրանց երեխեքին պատրաստում էին այո ես մի բան էլ ասեմ ես ամեն ինչ գիտեմ ուրեմն 20 թվականի հուզունիսի 5-ին ես ասացի որ պատերազմա լինելու երբ Ադրբեջանը Թուրքիայի զինավարություններ էին կատարում ասի մենք 4 ամիս ժամանակ ունենք պատերազմա լինելու զոհերը լինելու Ղարաբաղը հանձնելու ենք հետո շրջափակումա լինելու այնտեղ սովա լինելու սա ասենք թե հիմա YouTube-ում գրածա կա ինձ ոչ մեկը չհավատաց ոչ մեր ժողովուրդը ոչ ընդդիմությունը ոչ իշխանությունը հունիսին ասեմ հունիս հուլիս օգոստոս սեպտեմբերին պատերազմը եղել է հետո շրջափակումն եղել հիմա ասում եմ այս սկզբունքով շարունակենք խաղաղություն չկա եղբայր Ալիևը պահանջներ ներկայացնում ամեն կանոնում եք այս պտի տակ եթե չէ պատը 300,000 պետք է ասենք թե գա 3000 ադրբեջանցի բնակվի մասի սարը գերբի վրայից հանեք ես իմ սահմանադրություն փոխեք ասեմ եթե այս վիճակով մնաց մի տարի երկու տարի նույն Արցախի ճակատագրին ենք արժանանալ
ուրիշ ոչ մեկը հակառակը չի կարող բացի։ Ձեզ համբերություն եղբայր, համբերություն։ Ձեր գործային հաջողություն։ Շնորհակալ եմ։